Երեք հայտնի դարձավ, որ Գազայում կռվող Համաս ահաբեկչական կազմակերպության և Իսրայելի միջև ըստ էության կայանալու է խաղաղության կայացում, և դրա միջնորդը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է։ Բավական հետաքրքիր մանրամասներ հայտնվեցին, այդ թվում ակնհայտ դարձավ, որ սա ռադիկալ արմատական մոտեցում է և հերթական զինադադարը չէ, և որ սա թեթև մի գործարք չէ, որը նպատակաուղղված է գոնե ժամանակավորապես կրակի դադարեցմանը։ Ինչ իրականում տեղի ունեցավ և ինչ է տեղի ունենում և ինչ է դեռևս տեղի ունենալու։ Սա շատ կարևոր հարց է, որովհետև այս իրավիճակը բնորոշ չէ միայն Գազայի իրադարձություններին պատմական կոնտեքստում, ինչպես նաև սա բավական հետաքրքիր է զուտ քաղաքական և քաղաքագիտական տեսանկյունից, որովհետև բավական աննախադեպ երևույթներ են տեղի ունեցել, որոնք այդքան էլ աննախադեպ չեն պատմական առումով, բայց այսօրվա մասշտաբայնությունը նկատի ունենալով, ինչպես նաև երկրների հանգամանքը և անսպասելիությունը, այնուամենայնիվ կարող են որակվել նաև որպես աննախադեպ։ Առաջինը այս պայմանավորվածության մասին հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսրայելը բավական ժամեր լուռ էր, և այդ հայտարարությունը հիմնվում էր այն բանի վրա, որ Համասը ըստ էության շատերի համար անսպասելիորեն ընդունել էր նախագահ Թրամփի առաջարկը, և երկար պատերազմելուց հետո ընդունել նախագահ Թրամփի առաջարկը բավական տարօրինակ կարող է թվալ, նկատի առնելով այն հանգամանքը, որ մշտապես պաղեստինցիները համարել են և պնդել են, որ Միացյալ Նահանգները անկողմնակալ չէ այս կոնֆլիկտում իր միջնորդությամբ և սատարում է Իսրայելին։ Ակնհայտորեն Միացյալ Նահանգները մշտապես սատարել է և սատարում է Իսրայելին, բայց այս գործարքը հենց դրանով է, և այս հայտարարությունը հենց դրանով է շատ հետաքրքիր, որովհետև սրան արմատապես դեմ է Իսրայելի պետությունը և մասնավորապես Բենյամին Նեթանյահուի խիստ աջ կառավարությունը։ Մյուս կողմից այս պայմանավորվածությունը իհարկե վերջնական չէ, իհարկե բավական հում է, և ինչպես պարզ դարձավ այսօրվա ընթացքում, դեռևս բազմաթիվ մանրամասներ պետք է քննարկվեն, և դրանցից ամենակարևորին մենք նույնպես կանդրադառնանք։ Համասը իհարկե հայտարարում է, որ դեռևս ամեն բան չէ, որ համաձայնեցված է, բայց պիտի նկատի ունենանք, որ այնպիսի իրավիճակ է ստեղծված այդ թվում և միջազգային առումով, որ դժվար թե այս գործարքը այս կամ այն տեսքով որոշ փոփոխություններով անգամ եթե այնուամենայնիվ տեղի չունենա, դա շատ դժվար է պատկերացնել։ Այսօր հատուկ ելույթով և հատուկ ուղերձով հանդես եկավ նախագահ Թրամփը, որը ըստ էության ներկայացրեց, որ այս պայմանավորվածությունը արդեն իսկ ձեռք է բերված, իհարկե տեղ թողեց մանրամասների հստակեցման համար, բայց կարևոր մի դետալ հայտնեց, որ այս պայմանավորվածության ձեռքբերման գործում դրանում ներգրավված են եղել որպես միջնորդներ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քաթարը և իհարկե Թուրքիան, որոնց բոլորին նա ջերմ շնորհակալություն հայտնեց և գոհուզանական խոսքեր ուղղեց։ Այսինքն սա բավական ծանրակշիռ մասնակցությամբ, տարածաշրջանային ամենախոշոր, ամենակարևոր խաղացողների մասնակցությամբ մի նախնական պայմանավորվածություն է։ Պիտի հասկանանք, որ իրավիճակը փոխվել է, և Միացյալ Նահանգները այլևս ամբողջությամբ չէ, որ սատարում է Իսրայելին, կամ կարելի է ասել պատերազմի շարունակման հարցում այլևս գոնե իդեմը Սպիտակ տան ընդհանրապես չի սատարում այլևս Իսրայելին։ Ինչ տեղի ունեցավ, ինչպես կարող էր սա լինել, ինչու։ Նախ առաջին հերթին պիտի նկատի ունենանք, որ նախագահ Թրամփը իր ամենակարևոր օրակարգերից մեկը խաղաղության հաստատումն է, և ինքը
տարված է այդ գաղափարով եւ նաեւ այդ կերպարը իր համար անչափ կարևոր է լինել խաղաղարարի ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատողի կերպարի մեջ եւ կատարել խաղաղության հաստատման ուղղությամբ հստակ գործողություններ եւ դրանք մեծամասամբ ինչպես տեսնում ենք այլևս դիվանագիտական դաշտից էլ չեն, այլ զուտ ուղղակի ճնշման հարթությունում են եւ միակ պետությունը, որի վրա Թրամփը մինչեւ վերջերս ընդհանրապես ճնշում չէր գործադրում, թեև դժգոհություններ արտահայտում, որովհետեւ իրեն չէր հաջողվում հարկադրել նրան հաստատել խաղաղություն, դա Իսրայելն էր։ Հիմա այլևս նախագահ Թրամփը բավական հետաքրքիր ձևով փաստորեն միջնորդների միջնորդությամբ կարելի է ենթադրել առանց Իսրայելի մասնակցության ուղղակի պայմանավորվածություններ է ձեռք բերում պաղեստինյան կողմի հետ եւ պիտի ասեմ որ պաղեստինյան կողմը միանշանակ չի կարելի ընկալել այդ արտահայտությունը, որովհետեւ Պաղեստինում կա պաղեստինցիները ունեն ավելի շուտ Պաղեստին որպես այդպեսին չկա իրականում, չնայած ճանաչումներին, պաղեստինցիներն ունեն երկու առաջնորդություն, մեկը Ֆաթահն է, որը արևմտյան ափին գտնվող տարածքների ղեկավարումն է իրականացում եւ մյուսը ահաբեկչական Համաս կազմակերպությունն է, որը Գազայում էր իշխում մինչեւ վերջերս կամ թերևս մինչեւ այսօր։ Եվ ահա ուղղակի ըստ էության միջնորդավորված, բայց արդեն կարելի է ենթադրել առանց Իսրայելի մեծ մասնակցության, եթե այսպես ձևակերպենք, բանակցություններ են ընթացել փաստորեն կուլիսներում Գազայի մասի եւ Գազայի հատված արտահայտությունը ես չեմ ընդունում, որովհետեւ դա զուտ ռուսական եւ ռուսերենից թարգմանված արտահայտություն է Գազայի մասի ղեկավարության հետ։ Հիմա սրա արդյունքում, երբ Համասը տալիս է ըստ էության իր նախնական համաձայնությունը, զարմանալիորեն շատ-շատերի համար նախագահ Թրամփը սկսում է միանգամից ճնշում բանեցնել Իսրայելի վրա եւ հայտարարեց այսօր, որ Իսրայելը պետք է պարտավոր է կասեցնել եւ դադարեցնել մարտական գործողությունները Գազայում։ Չնայած դրան, Իսրայելը այսօր ամբողջ օրվա ընթացքում այնուամենայնիվ շարունակել է մասնավորապես հյուսիսային հատվածը Գազայի պահել ռմբակոծությունների ներքո եւ դա նույնպես պետք է հասկանալ եւ մեկնաբանել այն տեսանկյունից, որ սա նույնպես ռազմավարական մոտեցում է, որովհետեւ բանակցություններից առաջ մշտապես կողմերից թերևս ուժեղը մշտապես փորձում է առավել ակտիվ ճնշում գործադրել եւ առավել մեծ վնասներ հասնել նրան, ում հետ պատրաստվում է բանակցել, սա իհարկե նորմալ իրավիճակների մասին է, թե չէ այս հանրությունը ծանոթ է աննորմալ իրավիճակների, այնպես որ այս կոնցեպտը կարող է անհասկանալի լինել շատերին, բայց այդ ճնշման արդյունքում փորձում է ձեռք բերվել լավագույն դիրքերը բանակցությունների համար, որովհետև անգամ եթե դու վերջին պահին հզոր ճնշում ես իրականացնում եւ կատարում ես պատժիչ կամ ագրեսիվ գործողություններ, դու ձեռք ես բերում նոր եւ շատ արվելի ուժեղ խաղաթղթեր։ Թրամփը իրականում հոգնել է Նեթանյահուի դիմադրությունից, Թրամփի եւ Նեթանյահուի հարաբերությունները ըստ որոշ աղբյուրների այլևս այդքան էլ ջերմ եւ դրական չեն, որովհետեւ Նեթանյահուն հետապնդում է սեփական օրակարգը եւ արդեն շատ երկար ժամանակ նախագահ Թրամփի օրակարգի հետ այն այլևս չի համընկնում, որովհետեւ Նեթանյահուին ձեռք է տալիս պատերազմը Գազայում շարունակելը եւ հատկապես նրա կառավարությանը եւ հատկապես նաեւ սեփական կառավարության պատճառով, որովհետեւ դա ծայրահեղ աճ կառավարություն է, այսինքն ծայրահեղ պահպանողական, այսինքն ծայրահեղ ազգայնական, ընդգծեմ, ծայրահեղ ազգայնական կառավարություն է վարչապետ Նեթանյահուինը, որոնց շնորհիվ հենց ազգայնական թևի շնորհիվ է, որ Նեթանյահուն այս անգամ մնաց իշխանության եւ շարունակում է լինել վարչապետ եւ քանի որ ծայրահեղ ազգայնականները ունեն երազանք եւ նպատակ գրավելու կամ շատերի կարծիքով ազատագրելու Գազան ընդհանրապես պաղեստինցիներից, դա
Նեթանյահուին դնում է շատ նեղ դրության մեջ, որտեղ նա պետք է սեփական կառավարության կենսունակությունն ապահովելու համար եւ կյանքն ապահովելու համար շարունակի պատերազմը։ Նեթանյահուն իր մաշկի վրա զգալով ահռելի ճնշում Վաշինգտոնից կատարեց մի բան օրեր առաջ, որը աննախադեպ էր եւ աննախադեպ էր նաեւ թերևս միջազգային հարաբերությունների պատմության մեջ, երբ միջնորդ Քաթարում, Դոհայում, մայրաքաղաքում հասցրեց հրթիռային հարված այն շենքին, որտեղ այդ պահին հավաքվել էին Համասի այն ղեկավարները, որոնք եկել էին Դոհա Իսրայելի ներկայացուցիչների հետ բանակցելու համար։ Այսինքն բանակցող կողմին, այլ խոսքով ասած, ուղարկված պատվիրակներին, դեսպաններին, գոնե դրանց մի մասին ըստ բաց աղբյուրների Իսրայելը ոչնչացրեց Դոհայում, Քաթարում։ Ընդ որում սա խնդրահարույց էր այն առումով, որ Դոհան միջնորդ պետություն է եւ շատ ակտիվ ջանքեր է գործադրում գործընթացները կասեցնելու համար, Գազա իրադարձությունները կասեցնելու համար։ Եվ սա միջազգային լուրջ արձագանք առաջ բերեց, ընդ որում Միացյալ Նահանգների լուրջ դժգոհություն։ Իսկ ինչու դա արեց Նեթանյահուն։ Նեթանյահուն արեց դա շատ պարզ հաշվարկով, որպեսզի վիժեցնի բանակցությունները, որպեսզի Համասին սրի իրավիճակը եւ Համասին տեղ եւ շանս չթողնի իր հետ բանակցելու այլևս, որպեսզի ինքը կարողանա շարունակել Գազան ազատագրել։ Սա նաեւ հարված էր Միացյալ Նահանգների մոտեցմանը եւ անարձագանք չմնաց։ Բավական հետաքրքիր բան տեղի ունեցավ օրեր առաջ Վաշինգտոնում Սպիտակ տանը Բենյամին Նեթանյահու Դոնալդ Թրամփ հանդիպման ընթացքում, երբ Դոնալդ Թրամփը լրագրողների ներկայությամբ վերցրեց հեռախոսը, զանգահարեց Քաթար, փոխանցեց հեռախոսը Բենյամին Նեթանյահուին եւ պահանջեց, որպեսզի Նեթանյահուն Քաթարից ներողություն խնդրի հասցված հարվածի համար։ Ինչը եւ Բենյամին Նեթանյահուն արեց Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում։ Սա նույնպես բացառիկորեն աննախադեպ երևույթ էր միջազգային հարաբերությունների պատմության մեջ։ Ինչու սա արեց Դոնալդ Թրամփը։ Դոնալդ Թրամփը սա արեց, որպեսզի Քաթարին պահի խաղի մեջ, որովհետև Թրամփը գնահատում է եւ իրավմամբ եւ ճշմարտացիորեն արժանիաբար գնահատում է Քաթարի դերակատարումը։ Քաթարը շատ կարևոր միջնորդի դերակատարություն ունի ամենատարբեր հարցերում եւ մասնավորապես այս խնդրում, մեկ եւ երկրորդ հերթին, որովհետեւ Քաթարը Միացյալ Նահանգների ամենակարևոր դաշնակիցներից մեկն է, մասնավորապես Մերձավոր Արևելքում։ Եթե Իսրայելը աշխարհում համար մեկ դաշնակիցն է եւ ամենակարևորը Մերձավոր Արևելքում, ապա գոնե Մերձավոր Արևելքում Քաթարը թերևս կիսում է երկրորդ տեղը Միացյալ Նահանգների մեկ կամ երկու այլ դաշնակիցների հետ։ Մյուս կողմից պիտի հասկանանք, որ Նեթանյահուի համար ձեռնտու չէ կասեցնելը, ինչպես ասեցի, այս պատերազմը եւ պետք է հասկանալ, թե ինչու։ Որովհետեւ եթե պատերազմը կասեցվում է, կառավարությունը փլուզվում է։ Նեթանյահուի կառավարությունը փլուզվում է։ Եթե Նեթանյահուի կառավարությունը փլուզվում է, Նեթանյահուի շանսերը վերընտրվելու դառնում են գրեթե զրոյական։ Դրանք գոնե առնվազն մեծապես անչափ նվազում են, որովհետև կա լուրջ դիմադրություն այսօր գործող վարչապետի դեմ Իսրայելում։ Դրա արդյունքում Նեթանյահուն այլևս չի վերընտրվում եւ ունենալով դատական խնդիրներ դատարաններում, դիմագրավելով բազմաթիվ իրեն առաջադրված մեղադրանքների, Նեթանյահուն հայտնվում է ռիսկի տակ ոչ միայն կորցնելու պաշտոնը, այլև հնարավոր է բացառված չէ ազատությունը։ Հետևաբար վարչապետ Նեթանյահուի համար անչափ կարևոր է շարունակել այս պատերազմը, բայց Նեթանյահուն նաև գաղափարական մարդ է։ Բացի անխորտակելի, գոնե մինչև այս պահը ստրատեգ եւ հաշվարկող ղեկավար լինելուց, նա նաև գաղափարական մարդ է, շատ վաղուց դավանում է աճ, այսինքն խիստ ազգայնական հայացքներ եւ դրանց երբևէ չի դավաճանել
եւ Նեթանյահուն համարում է, որ Գազան պետք է ազատագրել պաղեստինցիներից ընդհանրապես, ոչ միայն ազատել Համասից, այլև պաղեստինցիներից ընդհանրապես, որովհետեւ դա պատմական հերական հող է։ Եվ դրանում շատ մեծ ճշմարտություն կա այն առումով, որ Գազան պատմականորեն, իսկ մենք խոսում ենք 2000 եւ ավելի տարիներ առաջվա մասին, հերական հող է, եւ սա որևէ մեկը չի կարող ըստ էության զուտ պատմական տեսանկյունից հերքել։ Եվ Իսրայելի ամբողջ քաղաքականությունը հենվում է ոչ թե կեղծ Իսրայելի, այլ իրական Իսրայելի գաղափարախոսության վրա, որը ամբողջությամբ հենվում է պատմական Իսրայելի գաղափարախոսության վրա, եւ պատմական Իսրայելը դա իսրայելցիների եւ Իսրայելի համար իրական Իսրայելն է, եւ ոչ իրական Իսրայելը այն Իսրայելն է, որը չի ներգրավում պատմական Իսրայելի տարածքները կամ հերական երկու պետությունների կամ ընդհանրապես հերական պետության գաղափարի տարածքները։ Սա իհարկե նույնպես շատ անծանոթ կոնցեպտ է աշխարհի մեկ այլ մասում, որտեղ դա այլ տարածաշրջան չի, բայց այնուամենայնիվ սա է իրականությունը, եւ իրական երկրի գաղափարները կարող են, ինչպես տեսնում ենք, նաեւ լինել մեծապես հակադիր իրար։ Նեթանյահուի կառավարությունը հիմա Թրամփի այս ճնշման եւ գործողության արդյունքում լուրջ ընտրության առջև է կանգնած, եւ հետեւաբար երեկվա նախագահ Թրամփի հայտարարությունից հետո այսօր ամբողջ ընթացքում հայտնի դարձավ, որ վարչապետը Իսրայելի արգելել է իր կառավարության որևէ անդամի, մասնավորապես խոսքը վերաբերում է խիստ պահպանողական, այսինքն ծայր աջ նախարարներին տալու հարցազրույցներ, ելույթ ունենալու այս թեմայով եւ ընդհանրապես որևէ բան ասելու, որովհետեւ վիճակը քաղաքականապես շատ պայթյունավտանգ է եւ փորձում են հասկանալ, թե ինչպես կառավարեն այս իրավիճակը։ Եվ միաժամանակ, ինչպես ասացի, Իսրայելը շարունակում է ռմբակոծել Գազան, այսինքն նշաններ է ցույց տալիս, որ այդքան էլ համաձայն չէ ընթացող խաղաղության գործընթացի հետ։ Իսրայելը իրականում որպես կառավարություն չի ցանկանում կասեցնել այս պատերազմը։ Իսրայելը բարեհաջող ավիրում էր եւ գնում էր դեպի Գազայի կծում իրեն, եւ այս գործընթացը ըստ էության այլևս փաստացիորեն սկսելու է կանգ առնել։ Եվ սա շատ ցավալի հանգամանք է իսրայելցիների համար եւ իրենց տեսանկյունից, որովհետեւ իրենք առավել քան երբևէ մոտ էին ամենադժվարամատչելի տարածքը, որովհետեւ արևմտյան ափը այդքան դժվարամատչելի չի ռազմական առումով, 15 կիլոմետր է հեռու Երուսաղեմից, եւ միաժամանակ նաեւ այնտեղ իսրայելական ներկայություն ավանդաբար շատ ավելի ուժեղ է եղել, երբ անհրաժեշտ է եղել, իսկ Գազայում արդեն երկար տարիներ, 2 տասնամյակ եւ ավելի իսրայելական ներկայություն չի եղել եւ Գազան համարվում էր աննվաճելի տարածք, եւ հիմա արդեն ըստ էության նվաճված պարագայում ստացվում է, որ ըստ այս Թրամփյան պլանի իսրայելական զորքերը պետք է ամբողջությամբ որոշ ժամանակի ընթացքում լքեն Գազան, այսինքն զրոյանա նվաճման ամբողջ հաջողությունը եւ ռազմական հաջողությունները այդ առումով, որովհետեւ մյուս առումով, օրինակ Համասին ֆիզիկական ոչնչացման ենթարկելու բավական լուրջ հաջողություններ կան։ Մյուս կողմից հաջողություններ կան Գազան ավիրելու եւ անբնակելու առումով, անբնակելի դարձնելու առումով, բայց ազատագրելու առումով ամբողջ այս երազանք պլանը, ազգային երազանք պլանը ըստ էության սկսում է դառնալ խնդրահարույց։ Ինչպես ստացվեց, որ այսպես ստացվեց։ Շատ պարզ մի հանգամանքով։ Պաղեստինցիները դիմադրեցին։ Եվ դիմադրեցին այնքան, որ իրավիճակը կողքից նայող աշխարհի համար դարձավ անտանելի։ Եվ չէ, այստեղ արաբական խոշոր կամ կարևոր երկրների գործունեության արդյունքը չէր, որովհետև այդ գործունեությունը երբևէ Իսրայելին առանձնապես չի կարողացել խանգարել։ Այստեղ ամենակարևորը այն էր, որ պաղեստինցիները այնպիսի կորուստներ կրեցին եւ տարան դա եւ գնացին այդ կորուստները կրելու ճանապարհով, որ այլևս աշխարհի համար իրավիճակը դարձավ անընդունելի։ Եվ սա շատ կարևոր մի հանգամանք է,
որի մասին որևէ մեկը չի խոսում եւ որևէ մեկը չի խոսելու։ Ինչու է սա կարևոր, որովհետեւ օրինակ Հայաստանում մշտապես մեղադրել են եւ մունաթ են եկել աշխարհի վրա այն առումով, թե միշտ կանգնած հետևել են մեր ջարդերին եւ այլն եւ այլն։ Միշտ այդպես է, ամենուր այդպես է, եթե իհարկե դու չունես հզորագույն դաշնակիցներ քո համար չես ընտրել եւ մնացել ես մենակ, իսկ Պաղեստինը իրականում, Պաղեստին սխալ է ասելը, պաղեստինցիները իրականում չունեն դաշնակիցներ, որովհետեւ անգամ արաբական աշխարհում իրենց շատ չեն սիրում եւ չեն ընդունում, եւ այնուամենայնիվ պիտի հասկանանք, որ ինչ որ մի պահի, երբ դու դիմանում ես եւ դիմադրում ես եւ դիմադրում ես եւ դիմադրում ես, աշխարհը սկսում է միջամտել, որովհետեւ այդ անտարբերության համար դու կարող ես մունատ գալ, բայց իրավիճակը կարող ես փոխել միայն քո դիմադրությամբ։ Իսկ մեզ հայտնի են դեպքեր, երբ մունատ եկողները ուղղակի փախել են առանց դիմադրելու եւ դրանով խնդիրը փակվել եւ այո, աշխարհը շարունակել է կողքից նայել, որովհետեւ ինչ կա չնայելու կողքից այլևս։ Սա ամենակարևոր հանգամանքն է այս ամբողջ պատմության մեջ, որ Իսրայելը ըստ էության այս 2 եւ ավելի տարիների ընթացքում փաստացիորեն սպառեց իր արգումենտացիան, իր փաստարկումը Գազան ազատագրելու եւ կոնֆլիկտը մտավ այնպիսի փուլ, այնպիսի ավերներ եւ այնպիսի մարդկային ահռելի քանակությամբ եւ լրատվամիջոցներով ի հայտ եկած կորուստներ արձանագրվեցին, որ այլևս չխառնվելը անգամ ընդդեմ բազմաթիվ երկրների դաշնակից եւ բարեկամ Իսրայելի դարձավ անհնար եւ Իսրայելը սրանով սպառեց Գազան գրավելու բարոյական ռեսուրսը կամ սպառվեց այդ ռեսուրսը։ Հետևաբար իրավիճակը թեկուզ կոտորվելու գնով, բայց փոխվեց հօգուտ պաղեստինցիների։ Եվ Գազան այլևս շատ մեծ շանսեր ունի շարունակելու մնալ պաղեստինցիների վերահսկողության ներքո, լինելով պատմականորեն հրեական հող։ Իսրայելը վերջին ժամանակներում խոսում էր անգամ արևելյան ափի պաղեստինյան ինքնավարության կամ այլևս շատերի կողմից ճանաչված պետության կողմից վերահսկվող տարածքի մասին, այսինքն հայտարարում էր, որ գրավելու է եւ անեքսիայի է ենթարկելու այդ տարածքը եւ Գազայի ֆոնին անգամ ամերիկյան վարչակազմը ամենաբարձր մակարդակով սկսեց խոսել այն մասին, որ դա թույլ չի տրվելու եւ նախագահ Թրամփը հայտարարեց, որ դա թույլ չի տալու, որ դա տեղի չի ունենալու։ Եվ հետեւաբար հիմա այդ ծրագիրն էլ պաղեստինցիների դիմադրության արդյունքում դարձավ իջիկ դարձավ։ Ընդ որում պիտի նշեմ, որ 2.5 տարուց ավելի պաղեստինցիները ընդհանրապես ոչ զենք են ստանում որևէ տեղից, ոչ զինամթերք ունեն, ոչ սնունդ ունեն, ոչ ջուր ունեն, ոչինչ չունեն։ Ոչինչ չունեն։ Սարսափելի իրավիճակ է եւ այնուամենայնիվ անգամ առանց կռվելու դիմադրում էին մնալով հողի վրա եւ պնդելով, որ իրենք մնալու են այդտեղ, չգնալով հաշտության, չգնալով կապիտուլյացիայի, չգնալով հանձնվելու ճանապարհով։ Ինչ են իսրայելցիները շահում մյուս կողմից այս գործընթացի արդյունքում։ Իսրայելցիները ավիրել են արդեն Գազան եւ երկար ժամանակ այլևս անհնար է լինելու կենսունակ տարածք ստեղծելն արաբների համար, պաղեստինցիների համար Գազայում։ Դա անհնար է լինելու, որովհետեւ տասնյակ միլիարդավոր, եթե ոչ 100 միլիարդավոր դոլարների ծախսեր են պահանջվում Գազան վերականգնելու առնվազն գոնե այն փնթի տեսքով, որով այն գոյություն ուներ մինչև այս պատերազմը։ Էլ ուր մնաց առավել լավ կառուցապատելու եւ կառուցելու համար եւ այդ ռեսուրսները պաղեստինցիները երբևէ չեն ունենալու։ Իրենք չեն կարողանալու վերականգնել այդ տարածքները, բայց այնուամենայնիվ իրենք շարունակում են եւ շարունակելու մտադրություն ունեն ապրելու թեկուզ ավերակների վրա։
լինելով կոտորված։ Ազատվում են անմեղ գերիները, որոնք առևանգվել էին ահաբեկիչ պաղեստինցիների կողմից, ահաբեկիչների կողմից եւ տարվել Գազա։ Իսրայել են վերադառնում նաև զոհվածների դիերը, այսինքն այն պատանդների եւ գերիների դիերը, որոնք պահվում են դեռևս պաղեստինցիների մոտ։ Պատերազմը դադարում է։ Սա նույնպես ինչ որ առումով դրական հանգամանք է անգամ հենց այն իսրայելցիների համար, ովքեր դեմ են դրա դադարմանը, որովհետև պատերազմական ռեսուրսներն այլևս չեն ծախսվի ռազմամթերքի վրա, իսկ իսրայելցի զինվորների կյանքը եւ առողջությունը ռիսկի չի ենթարկվի։ Գերիներն Իսրայելում ընդհանրապես ամենակարևոր խնդիրն են։ Ամենակարևոր թեման է այս ամբողջ պատերազմի ընթացքում։ Չէր լինի որևէ դիմադրություն Իսրայելի կառավարությանը հասարակության կողմից այս խնդիրը լուծելու հարցում Գազան գրավելու եւ կցելու Իսրայելին, եթե չլիներ գերիների թեման։ Եվ քանի որ կա գերիների թեման, եւ դա ամենաառաջնայինն է գերիների ծնողների եւ ամբողջ ժողովրդի գերիների թեմայի մեջ մտած լինելու պատճառով եւ հետաքրքրության պատճառով եւ կարեւորություն տալու պատճառով այս թեման ամենակարևորն է, հետեւաբար թիրախավորվում է այս թեման։ Մյուս կողմից իհարկե Համասը հասկանում է հրաշալիորեն, որ եթե հանձնեց գերիները, երաշխիքներ չեն եւ որևէ երաշխիք չի կարող լինել, որ Իսրայելը դրանից հետո այլևս անկաշկանդ եւ արդեն սեփական հասարակության 100%-անոց սատարմամբ ավարտելու է իր արժեվ դրված նպատակը։ Հետեւաբար Համասի համար մեկ խնդիրն այսօր երաշխիքներ ստանալն է, մասնավորապես Միացյալ Նահանգներից, որ Իսրայելը այս խաղաղության համաձայնագիրը կնքելուց հետո այլևս չի հարձակվի գոնե տեսանելի ապագայում։ Եվ այդ գնով է, որ Համասը եւ Իսրայելի զինվորների ամբողջական եւ զինուժի դուրսբերման պարագայում է միայն, որ Համասը հայտարարում է, որ ինքը պատրաստ է զենքերը վայր դնել եւ իշխանությունը փոխանցել տեխնոկրատների, այսինքն Հայաստանում մի ապուշ տերմին կար Արմեն Դարփինյանի կառավարության տարիներին, արհեստավարժ, այսինքն արհեստավարժերի կառավարություն կամ կառավարման մարմին ունենալու ձևավորելուց հետո միայն։ Դադար կտրվեն մեղադրանքներին եւ սա նույնպես շատ կարեւոր է Իսրայելի համար, թեև առանձնապես դա չի մտահոգում Իսրայելին ազգային խնդիր լուծելու եւ պատմական խնդիր լուծելու եւ պատմական արդարությունը վերականգնելու հարցում, բայց այնուամենայնիվ խաղաղության հաստատման պարագայում դադար կտրվեն այն մեղադրանքներին ուղղված Իսրայելին, համաձայն որոնց Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում, որովհետեւ շատ-շատերը այսօր մեղադրում են Իսրայելին ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Ինչ են շահում իրենք պաղեստինցիները։ Ընդհանրապես ինչպես կարելի է խոսել պաղեստինցիների շահելու մասին, եթե պաղեստինցիները ըստ էության կորցրել են ամեն ինչ, բայց եկեք տեսեք, որ ամեն ինչ չէ, որ կորցրել են եւ ընդհակառակը պաղեստինցիները այս պատերազմից լինելով ջախջախված կողմ, լինելով կոտրված կողմ, տված լինելով 100 հազարավոր զոհեր, կորցրած լինելով անվերականգնելի ռեսուրսներ, դուրս են գալու անգամ շահած եւ կրկնեմ դա շնորհիվ միայն իրենց ցուցաբերած դիմադրության։ Գազան կատարելապես ավերված է եւ մնացած փոքրիկ քլաստերների կամ փոքրիկ գրպանիկների ավերումը կդադարի։ Մարդկային հավելյալ կյանքեր այլևս չեն կորսվի։ Առողջապահական ռիսկեր կան։ Սով, որը անհետևանք չի կարող անցնել, երկարատև սով, մասնավորապես երեխաների պարագայում, թերսնում կամ ոչ սնուցում։ Հիվանդություններ, PTSD, այսինքն հետկոնֆլիկտային դեպրեսիա, որը լրջագույն հիվանդություն է, իհարկե դրա մասին այստեղ նույնպես շատ քչերը գիտեն։ Միջավայրի եւ մթնոլորտի աղտոտվածություն, որը շատ երկար տարիներ մնալու է։ Ասբեստոսի աղտոտվածություն, որի մասին շատ քչերն են խոսում, եթե խոսում են ընդհանրապես, իսկ ասբեստոսը
դա այն է, ինչ սովետական երկրներում հայտնի է որպես շիֆեր, բայց դա միայն շիֆերի մեջ չի, դա նաև ցեմենտի մեջ է եղել, դա նաև խողովակների մեջ է, դա նաև պատերի մեջ կա, շատ շինությունների, այդ թվում եւ Հայաստանում ահռելի քանակությամբ, եւ դա ամենասարսափելի քաղցկեղներից մեկի առաջացնող հանգամանքներից մեկն է, ասբեստը, մեզոթիլիում է առաջացնում, որ թոքային քաղցկեղի սարսափելի ծանր տեսակ է եւ առաջանում է ասբեստի հետ շփումից 20 կամ 30 տարի հետո, բայց սարսափելի տանջալից մահով է ավարտվում։ Հետևաբար այս խնդիրը մնալու է, որովհետև ավիրված շինությունները այդ փոշին անընդհատ լինելու է ներկա, եթե բազմամիլիարդանոց ծրագիր չիրականացվի դա չեզոքացնելու, հավաքելու եւ թաղվելու, բայց դա բնականաբար գազային որևէ մեկը չի իրականացնելու, բայց հավելյալ օրինակ ասբեստոսային աղտոտում այլևս չի լինի, հավելյալ կեղտոտ ջրի խնդիրը ինչ որ կերպ կսկսի լուծվել, որովհետև ջուր գրեթե չկա այլևս խմելու Գազայում, ինչպես այսին մթնոլորտային աղտոտվածություն եւ իհարկե շրջափակում սնունդ, որովհետև սնունդ չկա։ Ընդհանրապես Եգիպտոսի այդ սահմանը ամբողջությամբ փակ է։ Սրանք փոքրիկ շահումներն են, բայց կա նաեւ աշխարհաքաղաքական միջին կամ խոշոր շահումների մի փոքրիկ բույլ եւս պաղեստինցիների համար, որքան էլ որ զարմանալի է, ինչպես ասեցի։ Այլևս շատերի համար Իսրայելը ցեղասպան պետություն է, շատերի համար։ Եվ շատ դժվար է լինելու այլևս միջազգային ասպարեզում սատարում եւ աջակցություն ստանալը Իսրայելին։ Շատ դժվար է լինելու ընդդեմ օրինակ հետագա Գազայի օպերացիաների կամ հակապաղեստինյան պաղեստինցիական այլ գործողությունների։ Նույն ԱՄՆ-ում տեղի ունեցել բավական հետաքրքիր եւ ընդհանրապես աննախադեպ եւ անպատկերացնելի տեղաշարժ հասարակական որոշակի շերտերի եւ տարիքային խմբերի գիտակցության մեջ, որոնց մոտ Իսրայելը բացառիկ դաշնակցից վերածվել է բավական խնդրահարույց գործողություններ կատարած եւ կատարող պետության։ Հետևաբար տեղի ունեցել իմիջային փոփոխություն Միացյալ Նահանգներում, որը նկատի ունենալով երիտասարդության մի զգալի մասի հակա այս պատերազմական տրամադրվածությունները կարող են ինչ-որ պահի վերափոխվել այլևս ոչ շատ դաշնակցային զգացմունքների հանդեպ Իսրայելը, եւ դա նույնպես մեծագույն խնդիր է Իսրայելի համար, բայց մեծ շահում է պաղեստինցիների համար։ Պաղեստինցիների ամենամեծ ձեռքբերումը այն է, որ պաղեստինցիները ի հակառակ աշխարհի հզորագույն բանակներից մեկի բոլոր ջանքերի, իսրայելական բանակի ջանքերի, ի հակառակ այն պետության, որն ունի աշխարհի երկու հզորագույն հետախուզություններից մեկը, եթե ոչ հզորագույնը, այդ բոլոր ջանքերին հակառակ պաղեստինցիները մնում են իրենց հողի վրա եւ շարունակելու են գոնե տեսանելի ապագայում թերևս մնալ ոչ թե իրենց հողի վրա, այլ իրենց կողմից հազարամյակ, շուրջ 1000-ամյակ զբաղեցրած հողի վրա, որը իրենք համարում են իրենցը։ Եվ սա նույնպես մեծ հաղթանակ է պաղեստինցիների համար, որովհետև պարտվելով եւ ջախջախված լինելով, այո, իրենք այդ առումով տանում են բարոյական հաղթանակ։ Եվ որքան էլ որ բարոյական հաղթանակի գաղափարը ծաղրի ենթարկված լինի շատ ծաղրելի մոտեցմամբ, օրինակ Հայաստանում, բայց բարոյական հաղթանակները շատ իրական շոշափելի բան են։ Դա հենց այն է, ինչ մենք հիմա տեսնում ենք։ Երբ Իսրայելը ըստ էության արձանագրում է ռազմական հաղթանակներ գետնի վրա, բայց բարոյապես արդյունքում հաղթում են պաղեստինցիները գոնե ինչ-որ մասով, որովհետև ինչպես ասացի, իրենք շարունակում են մնալ իրենց հողի վրա եւ Իսրայելը պատերազմից դուրս է գալիս ինքը նույնպես շատ վնասված։ Իսրայելը հասնում է իր նպատակին հաղթական, Համասը հեռանում է իշխանությունից, բայց չի հասնում իր ամենակարևոր եւ հեռահար եւ ամենակենտրոնական անկյունաքարային հաղթանակին, չի կցում Գազան Իսրայելին եւ չի ազատվում պաղեստինցիների ներկայությունից Գազայում։
Եվ սա բարոյական հաղթանակ է։ Ինչպես օրինակ բարոյական հաղթանակ էր պարտության պարագայում, մարտական պարտության պարագայում ճակատամարտում, այն բարոյական հաղթանակը, որը հայերը ամենաշատն են ծաղրում, իրենց իսկ հաղթանակը ծաղրում են, դա Վարդանանց պատերազմն է, որտեղ Վարդանանք զոհվեցին, բայց փոքրիկ, իսկ իրականում դա փոքրիկ բանակ էր, փոքրիկ բանակով կասեցրեցին հսկայական Սասանյան պարսկական բանակը, եւ Իրանը սկսեց հաշվի նստել հայերի եւ Հայաստանի հետ եւ դադարեցրեց իր քաղաքական գրավման հուշկու ալիքը ընդդեմ Հայաստանի, որովհետեւ հանդիպեց դիմադրության։ Իսկ Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ չէր, դա ընդհանրապես կապ չուներ կրոնի հետ։ Թեև պատճառաբանությունը եւ պատրվակը կրոնական էին, բայց կրոնական գործոնը դա միայն քաղաքական օրակարգ առաջ մղելու համար էր։ Հիմա այդ բարոյական հաղթանակի օրինակի մենք ականատես ենք լինում հենց Մերձավոր Արևելքում եւ այս մասին որևէ մեկը չի խոսում եւ դժվար թե խոսենել։ Պաղեստինցիները իրենց կողմին ինչ են շահում ուրիշ բավական ոչ կոնվենցիոնալ մոտեցում կուզենամ ցուցաբերել այս խնդրին։ Պաղեստինցիները շահում են ազատվելով Համասից եւ Համասի իշխանությունից, որովհետեւ Համասը իրենց միայն աղետ է բերել, Համասը միայն լվացել է իրենց ուղեղները, Համասը կանգնեցրել է իրենց ընդհանրապես ոչնչացման առջև եւ Համասը ահաբեկչական կազմակերպություն է, որի հետ գործ ունենալ որևէ մեկը ընդհանրապես չէր ցանկանում, չի ցանկանում եւ առավել եւս չի ցանկանալու, որովհետեւ հոկտեմբերի 7-ի կատարած ոչրագործությունը աններելի, անմարդկային եւ ստորագույն հանցագործություն էր, որը հնարավոր չի լինելու ջնջել Համասի կենսագրությունից երբևէ։ Պաղեստինցիները ստանալու են տեխնոկրատների կառավարում եւ արդեն ճանաչված լինելով բազմաթիվ պետությունների կողմից որպես պետություն, բայց չունենալով որևէ հստակ պետությունի միջելուց ճանաչել են պետությունը առանց սահմանների։ Մենք ունենք, չէ, այսպես կոչված հայրենակիցներ Հայաստանում եւ Սփյուռքում, որոնք հետույք են պատռում ասելով, թե Հայաստանը ճանաչվել է այս ՀԽՍՀ սովետական սահմաններով եւ այլն, սահմաններով ոչ ոք չի ճանաչվում։ Պաղեստինցիները կամ Պաղեստինի այսպես կոչված պետությունը ընդհանրապես տարածք չունեն ըստ էության։ Իրենց զբաղեցրած տարածքներն էլ ըստ էության ամբողջությամբ չեն վերահսկվում իրենց կողմից։ Բայց պետությունները ճանաչեցին։ Հիմա այս ճանաչումը դառնալու է շատ ավելի շոշափելի պաղեստինցիների համար այս համաձայնագրի արդյունքում։ Իսրայելի համար հաջորդ վարչապետի օրոք առաջ շարժվելը Գազայում կամ արևմտյան ափում որևէ գործողություն կատարելը այդ ճանաչվածության հանգամանքի շնորհիվ, ինչպես նաև այս համաձայնագրի շնորհիվ գոնե տեսանելի ապագայում լինելու է անչափ դժվար, եթե այդպիսի ցանկություն լինի, իսկ այդպիսի ցանկություն Իսրայելում անպայմանորեն լինելու է, որովհետև իսրայելցիները հանձնվողներից չեն, եւ իսրայելցիները իրենք էլ իրենց գաղափարները երբևէ չեն լքում, չեն դավաճանում եւ չեն զբաղվում ինքնախարազանմամբ եւ ինքնաստորացմամբ։ Ընդհակառակը իսրայելցիները մշտապես հետապնդում են իրենց պատմական ճշմարտությունը, պատմական արդարությունը վերականգնելու օրակարգը, որը իսրայելական հերական վերահսկողություն հաստատելն է պատմական հերական հողերի վրա, ինչպես այսի առնվազն 2000 տարի առաջվա եւ դրանից առաջվա, որտեղ 2000 տարի մինչև 1948 թվական հրեաները չեն տիրապետել սեփական պատմական հայրենիքին եւ ապրել են միայն ու միայն պատմական հայրենիք վերադառնալու երազանքով, պայքարել են դրա համար, արել են ամեն ինչ, քնել արթնացել են դրանով եւ հասել են դրան եւ հիմա այս պատերազմով նույնպես ձգտում էին հասնել այդ նպատակին։ Մյուս կողմից զարմանալիորեն, ինչպես այսի ունենալով սարսափելի կորուստներ, պաղեստինցիները չհանձնվեցին, խաղաղության իրենք իրենցով չձգտեցին։ Իրենք չձգտեցին խաղաղության, իրենց համար խաղաղությունը չդարձավ գերագույն նպատակ, իրենց գերագույն նպատակը դարձավ դիմադրելը, չհանձնվելը եւ հողը չլքելը։
Եվ իրենք սեփական կյանքերը չխնայեցին զոհաբերելու հանուն այն տարածքի, որը իրենք համարում են իրենց հայրենիք։ Թեև դա իրենց իրականում պատմական հայրենիքը չէ, ինչպես ասել եմ։ Բազմաթիվ անգամներ պաղեստինցիները մերժեցին հանձնվելու եւ կապիտուլացվելու իսրայելական պահանջները, որովհետեւ հասկանում են, եւ սա փաստ է, որ հասկանում են, որ պատերազմում եւ կյանքում կապիտուլյացիայից առավել վատ բան չկա եւ չի կարող լինել։ Պարտությունը իրականում շրջելի է, կապիտուլյացիան ոչ։ Եվ պաղեստինցիները չկապիտուլացվեցին։ Ինչ արեցին պաղեստինցիները։ Նրանք պարզապես դիմադրեցին, ինչպես արդեն բազմաթիվ անգամներ նշեցի։ Համասը չունի իրականում այլևս ռեսուրս դիմադրելու եւ չուներ արդեն շատ երկար ժամանակ։ Բայց ժողովուրդը մնաց տեղում եւ չհանձնվեց ու չհեռացավ։ Հետևաբար ահռելի զոհեր տալով հասավ մի կետի, որից անդին Իսրայելի դիրքերը թուլացան։ Հարձակվողի ուժեղի դիրքերը թուլացան։ Կարևորը դիմանալն էր այս խնդրում եւ պաղեստինցիները դիմացան, կամայնորեն դիմացան։ Պաղեստինցին եւ ընդհանրապես ոչ մի ազգ աշխարհում, բացառությամբ մեկից իհարկե, չի կարծում, թե մարդու կյանքը թանկ է հողից։ Մունատ չի գալիս նրանց վրա, ովքեր ասում են, որ պետք է մնալ, դիմադրել, պայքարել հողի համար, հայրենիքի համար եւ այլն եւ այլն։ Պատմական հողի համար, սա այլ դեպքերի համար եմ ասում, ոչ Պաղեստինի։ Կա միայն մի ազգ, որը գտնում է, որ մարդու կյանքը, իր կյանքը, ժողովրդի կյանքը առավել թանկ է, քան հողը։ Մնացած բոլոր ազգերը, ներառյալ պաղեստինցիները, գտնում են այլ կերպ։ Բոլորի համար հողն է ամենաթանկը, որովհետև առանց հող մարդու կյանքը իմաստ չունի եւ մարդը կյանք էլ չունի ըստ էության, եւ մարդը ինքնություն էլ չունի, իսկ ինքնությունը ամենակարևոր բաներից մեկն է։ Ինքնությունը քո անունն է, ինքնությունը քո մշակույթն է, ինքնությունը այն է, թե ով ես դու, ինքնությունը քո արյունն է, քո գեներն են։ Իսկ գեները դա գենետիկ, այսպես թվանշանային կոդը չի միայն, դա բժշկական գենետիկ կոդը չի կամ գենը չի միայն, իր հիվանդություններով, չգիտեմ, տաղանդներով եւ այլն, կամ աչքերի գույնով, որ նույնպես գենետիկ կոդում է լինում, դա չի միայն։ Դա շատ ավելի լայն հասկացություն է եւ դա ինքնության ամենակարևոր կողմերից մեկն է։ Եվ ինքնությունը անմիջապես կապված է հողի հետ, որովհետև առանց հողի շատ քիչ ազգեր կան, որոնք պահպանում են ինքնությունը։ Թերևս միայն հրեաներն են, որ առանց հողի պահպանել են ինքնությունը, եւ դա շնորհիվ իրենց կրոնի, որը շատ ազգային եւ շատ ինքնուրույն եւ շատ առանձին կրոն է։ Հակառակ պարագայում ինքնություն պահպանել հնարավոր չի առանց հայրենիքի եւ առանց հողի։ Եվ դա հասկանում են բոլորը, բացի կամ ընդունում են բոլորը, բացի մեկից, ինչպես ասացի։ Բոլորի համար հողն է ամենաթանկը եւ դրա համար էլ պաղեստինցիները պատրաստ էին ծայրահեղ զոհաբերման եւ զոհաբերեցին իրենց կյանքերն այդ հողի համար, բայց պահեցին այդ հողը, ինչպես տեսնում ենք։ Թեև կրկնեմ, դա իրենց հողը չի պատմականորեն եւ իրենք դրա տերերը չեն պատմականորեն։ Եվ անգամ Իսրայելի դաշնակիցները շնորհիվ սրա, ինչպես այսի, սկսեցին դեմ դուրս գալ Իսրայելին։ Անգամ ԱՄՆ-ը, որ անպատկերացնելի էր, ասենք, ամիսներ առաջ։ Միաժամանակ շատ կարևոր է, որ պաղեստինցիները անգամ այս կորուստներից հետո գնալով զիջման, եւ այստեղ պաղեստինցի ասելը թերևս սխալ է, պիտի ասեմ Համասը, պայման է դնում, որ պիտի իրենց վերահսկողության ներքո գտնվող հողը շարունակի կառավարվել եւ փոխանցվի իրենց կողմից միայն պաղեստինցիների։ Այսինքն իրենք անգամ փաստորեն խաղաղություն կնքելով եւ պարտված լինելով եւ հաղթած լինելով, ինչ որ առումով հաղթած լինելով, որովհետեւ էլի դա էլ է այսպես վիճելի, բայց բարոյական հաղթանակի տարեր ունենալով, արձանագրած լինելով, իրենք անգամ այդ պարագայում լինելով կոտրված չեն գնում կապիտուլյացիայի եւ չեն ընդունում նվաճողի կառավարման գաղափարը եւ անգամ երրորդ կողմի գաղափարը չեն ընդունում։ Եվ այստեղ իմ համոզմամբ սա միայն Համասի դիրքորոշումը չի, սա ընդհանրապես պաղեստինցիների դիրքորոշումն է։
Միաժամանակ այս պարագայում Համասը հայտարարում է, որ հենց այնպես չեն զինաթափվելու, ինչպես ասեցի, եւ պայմաններ է առաջ քաշում դրա համար եւ հայտարարում է, որ դեռևս պիտի քննարկվեն զինաթափման հանգամանքները եւ պայմանները։ Պաղեստինցիները նոր տեր չփնտրեցին իրենց համար, հատկապես չցածկեցին իրենց ջախջախող, իրենց թշնամու գիրկը ու հետո կրնկի տակ չընկան այդ նույն թշնամու։ Հակառակը դիմադրեցին մինչև վերջ եւ կրկնեմ ունենալով սարսափելի կորուստներ չկորցրեցին ամենակարևորը եւ ամենաթանկը գոնե այս պահի դրությամբ այն հողը, որի վրա իրենք ապրում են։ Հարցազրույցներում, որ պաղեստինցիները տալիս էին միջազգային լրատվամիջոցներին, բոլոր պաղեստինցիները առանց բացառության, բոլորը, եւ ես հետևել եմ բավական մեծ ուշադրությամբ այս կոնֆլիկտին ամբողջ այս ընթացքում ամենօրյա ռեժիմով, ես չեմ տեսել գեթ մեկ պաղեստինցու, պարզ գյուղացու, պարզ Գազայի պարզ բնակչի, որը կորցրած լինի ընտանիքի բոլոր անդամներին, իր տունը, իր ունեցած ամեն ինչ, առողջությունը, մարմնի մասեր եւ այլն, որը ասի, որ ինքը ուզում է գնալ Գազայից, բոլորը հայտարարել են, որ իրենք չեն լքելու այդ հողը։ Ինչ էլ որ լինի այլևս, իրենք էլի միևնույն է չեն լքելու հողը։ Ասել են, որ իրենք պատրաստ են ոչնչանալու ամբողջությամբ, բայց չլքելու հողը իրենց կամքով։ Ես սա շատ կարևոր հանգամանք է, եւ մենք տեսանք, որ դիմադրողները այս մոտեցման պատճառով արձանագրում են հաջողություններ։ Բայց այս ամենը նկատի ունենալով պիտի հասկանանք, որ իսրայելցիները նույնպես ունեն հաջողություն, իսրայելցիները ըստ էության ծնկի են բերել Համասը, իսրայելցիները աշխարհաքաղաքական հսկական իրավիճակ են փոխել այս կոնֆլիկտի ընթացքում եւ սրա պատճառով տարածաշրջանում մեծապես թուլացրել են իրենց արքի հակառակորդ Իրանի դերը, պաղեստինցիներին սատարող բոլոր ուժերը գրեթե գլխատված են, ներառյալ Լիբանանում Հիզբալլան եւ մեծապես թուլացած, ավիրված է Գազան, ըստ էության Գազան այլևս չի կարող շատ երկար ժամանակ ներկայացնել իրենից այնպիսի սպառնալիք, ինչպիսին ներկայացրեց հոկտեմբերի 7-ի ոճրագործության ժամանակ, երբ հարձակվեցին, Համասը հարձակվեց, դավադրաբար հարձակվեց անմեղ բնակիչների վրա իսրայելցի եւ սարսափելի հանցագործություններ գործեց, ընդ որում գողացավ մարդկանց, առևանգեց մարդկանց եւ գերի տարան, որոնցից շատերը պահվում են դեռևս իրենց մոտ։ Իսրայելը նաեւ, ինչպես ասի, անվերականգնելի վնասներ է հասցրել Գազայի տարածքներին եւ այս ամենով հանդերձ բավարարված չէ, որովհետեւ իր վերջնական ամենակարևոր նպատակը իրականացված չէ եւ էլի փաստ չի, որ 100%-ով չի, որ այս խաղաղությունը կկայանա, բայց այնուամենայնիվ իրենք եւ իրենցից շատերը համարում են, որ իրենք թեև ունեն մեծ հաջողություններ, բայց այնուամենայնիվ հաղթանակ չեն տարել, ընդհակառակը ունեցել են կորուստներ, չնայած, ինչպես նշեցի, այս խոշոր ձեռքբերումներին, որ Իսրայելը ինքը նույնպես մեծ կամայնությամբ որևէ մեկի ճնշմանը տեղի չտալով հասել է։ Բայց հիմա հասել է մի կետ, որից անդին արդեն կարող է լուրջ կոնֆլիկտ առաջանալ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև դիվանագիտական կոնֆլիկտ, եւ նախագահ Տրամպը հայտնի է իր վճռականությամբ, հետեւաբար ակնհայտ է, որ Իսրայելը չի կարող թեև մենք տեսնենք ինչպես կզարգանան իրականությունները, գործողությունները եւ իրադարձությունները, Իսրայելը չի կարող հիմա գնալ շատ լուրջ եւ կոշտ առճակատման իր լավագույն դաշնակից Միացյալ Նահանգների հետ։ Այսօրվա դրությամբ սա է իրավիճակը եւ պիտի հասկանանք, որ դեռ շատ բան կարող է փոխվել, բայց այս պահի դրությամբ այն իրականությունը, որը կա, սա է իր բոլոր այն կողմերով, որոնց ես անդրադարձա եւ որոնց մասին որևէ մեկը ըստ էության չի խոսում եւ չի էլ խոսելու, որտեղ սրանք հարմար թեմաներ չեն շատերի համար։ Մյուս կողմից ես չանդրադարձա զուտ պայմանագրի ամենատարբեր մասերին,
դրան կարող են եթերներում անդրադառնալ այսպես կոչված հայ քաղաքագետները ամենատարբեր, իրենք սկսեն հոդված առ հոդված խոսել, ինչ որ բաներ պատմել, լրատվամիջոցներից լպստած ինչ որ տեղեկություններ փոխանցել, դա իրենց գործն է, թող իրենք դա անեն։ Ես ամեն ինչին փորձում եմ նայել առավել լայն պատկերով եւ առավել խորքային եւ անտեսանելի կողմերը վեր հանելով եւ դա եմ համարում իմ առաքելությունը եւ իմ անելիքը։ Մնացածի համար կարող եք հետևել թե միջազգային լրատվամիջոցներին եւ թե վատնել ժամանակ նայել հայ այսպես կոչված քաղաքագետ վերլուծաբաններին, որոնք տարբեր բաներ են խոսելու, հաճախ դուրս տալու տարբեր ալիքներով, ոմանք իհարկե դուրս տալու։ Սա է այս պահի դրությամբ իրականությունը եւ հավելյալ իրադարձությունները, եթե կուլմինացիոն եւ շատ ավելի խորքային process-ներ սկսվեն, դարձյալ կվերլուծեմ։ Կարող եք բաժանորդագրվել իմ YouTube-յան այս ալիքին, որովհետև վերլուծությունները դառնալու են այլևս պարբերական եւ հետեւողական, բաժանորդագրվեք, որպեսզի ստանաք ծանոթություններ դրա մասին, բաժանորդագրվեք, որպեսզի կարողանանք շարունակել ժամանակ եւ ռեսուրսներ տրամադրել այս վերլուծությունները ձեզ ներկայացնելու։